Սիվիլնեթը Գյումրիի 31 կոտորակ 8 ընտրատեղամասի տարածքում է գտնվում։ 2021 թվականին կայացած ազգային ժողովի ընտրություններում Գյումրիում մասնակցությունը կազմել էր 38%։ Մասնակիցների 60%-ը ձայնը տվել էր Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, սակայն հետագայում կայացած երկու տիմ ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը չի կարողացել մեծամասնություն կազմել։ Կոնկրետ այս տեղամասում նախորդ ընտրություններում մասնակցությունը շատ ավելի քիչ է կազմել համեմատած Գյումրիի մյուս ընտրատեղամասերի հետ, մասնակցությունը այստեղ կազմել էր 37.3%։ Այժմ տեսնենք, թե ինչպիսին է հոսքը այս անգամ եւ ինչ տրամադրություններ ունեն մարդիկ։ 2021-ի ընտրություններին մասնակցել եք։ 2021-ին մասնակցել եմ, այո։ Բոլոր ընտրություններին էլ մասնակցում եմ։ Իսկ այս անգամ ինչ ակնկալիքներ ունեք։ Ակնկալիքս միայն մեկն է, հարգելիս, ունենալ պետականություն, անկախ Հայաստան, լավ ապագա մեր բալիկների բոլորի համար։ Միայն դա է ակնկալիքս, ուրիշ ոչ մի ակնկալիք չունեմ։ Որ Հայաստանը պարգևաճի, ուրիշ ոչ բան։ Փոփոխություններ Հայաստանում, այդ ակնկալիքներն ունեմ։ Կուզենայի, որ երիտասարդները ընդրվեին, մասնակցեին։ Ինչ փոփոխություններ կցանկանաք։ Խաղաղություն առաջ երթին։ Լավ է։ Երևա էլի լավ է։ Կարևորը խաղաղություն եղնի, մեր զինվոր երեխեքը սա վերադառնան իրանց ընտանիք։ Սա մեր երեխեքն են, ամենակարևորն է դիգե։ Իսկ ընտրություն կատարելիս ինչն եք առաջինը հաշվի առել։ Խաղաղությունը։ Հաշվի մարը մեզ ղեկավարն ու ժողովրդին նայ էս մի քիչ լավ է նայելի թե ծերեին, թե տալիք բաբիկներին, թե հիվանդներին նայն էլի։ Բոլորի կատարած աշխատանքը առաջին հերթին, ով հայ ազգի համար ինչ ունի արած, այս ամբողջ տարիների ընթացքում կապ չունի, ընդդիմադիր է եղել, իշխանական է եղել, քաղաքականությամբ զբաղվել է, չի զբաղվել, ընդհանուր բոլորի գործերը նայելով, բոլորի գործերը հաշվի առնելով եւ խղճիս չափով կատարել եմ իմ ընտրությունը։ Ընտրություն կատարելու ժամանակ մտածել եմ, որ Հայաստանը ավելի կլավանա տնտեսապես եւ մի քիչ աշտարություն կլինի։ Դե երևի ամեն անգամ նույն բան է, ինչ որ փոփոխությունների ու դրականի սպասելով։ Իսկ առաջին ինչն եք հաշվի առել ընտրություն կատարելիս։ Տեղեկացել եմ ամեն մեկի ծրագրերի մասին, փորձել եմ կատարել բանալնի մտածված ընտրություն։ Կուսակցությունները շատ կոնկրետ իրենց պլանները, իրենց ամեն մի կարծիքները նորմալ հայտնել են ժողովրդին, խոսել են ինչ որ պետք է եւ իմ կարծիքով ժողովուրդն է իր ընտրությունը կատարել է։ Հուսանք որ լավ կլինի, չեմ կարող ասել։ Ամեն ինչ նենց է որ այն վաղտել հուսացինք լավին, բայց ոնց տեսնում եք ում համար ինչ եղավ։ Այդքան բան։ Կասեք, քանի ընտրող է գրանցված այս ընտրատեղամասում ու ժամը 11:30-ի դրությամբ քանի անձ է եկել քվեարկության։ Ուրեմն ընտրողների թիվը 1712 հոգի են, 11:30-ի դրությամբ եկել են 210 հոգի։ Իսկ ընդհանուր շարժը ոնց եք գնահատում, ակտիվ են գալիս մարդիկ, թե քիչ են, ոնց եք գնահատում։ Այո, ակտիվ են գալիս համեմատած մյուս ընտրություններին, օրինակ այս առավոտ շուտ երբևէ նման հոսք չէր եղել, կեսօրից հետո է միշտ եղել, բայց այս պահին այստեղ բավականին ակտիվ է ու շատ հանգիստ, ամենը իրանց իրավունքներ ու պարտականությունները իմանելով իր ընտրությունը կատարում դուրս են գալիս, դեռ խնդրահարույց ինչ որ բանը չեն հանդիպել։